Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլորներած, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, ուրախ եմ ձեզ ողջունել իմ ալիքում, սկսում ենք մենք մեր հերթական վլոգը, տանից դուրս եմ եկել, գնում եմ տուփեր վերցնելու բոքսիկների համար, այստեղ YouTube-ում կարծեմ չեմ ասել, որ ես Վայլբերրիսի խանութ ունեմ, վաճառում եմ Վայլբերրիսում տարբեր իրեր ու հենց այս վլոգի ընթացքում կդնեմ իմ վաճառքի իրերից մի քանիսը, կտեսնեք թե ինչ սիրուն բաներ ունենք, արդեն հասել են մեր ապրանքները ու հիմա պետք է տուփեր վերցնեմ, որ բոքսիկներ հավաքեմ, այդպես։ Ես իմ գնումները արեցի, դուրս եկա, այստեղ սպասում եմ եղբորս խանութում է ու որոշեցի առիթից օգտվելով կաստրուլյաներ նայել սոսեի համար։ Շուտով արդեն սկսելու ենք սոսեի հավելյալը։ Իմ աղջիկն հեսա կես տարեկան է դառնում ու փնտրում եմ այն կաստրուլյաներից, որ վրան նաև ցանցի տեղ է լինում ու կարողանում ես բանջարեղենները շոք է խաշել, բայց այստեղ մի երկու տեղ հարցրիր չունեն։ Տեսնեմ, գտնեմ թե չէ, սենց ինչ-որ լավ տարբերակներ կան։ Այդ սովորական կաստրուլյաներ են, այդ իմ ուզած շողքի խաշման ցանցով կաստրուլյաներից չեն։ Տեսնեմ, գտնեմ թե չէ, ոքին տեղ հարցրեցի չկա։ Հիմա մի հատ սենց լավ մեծ խանութ եմ գտել, այստեղ էլ նայեմ, եթե չլինի, ստիպված կլինեմ սովորական կաստրուլյա վերցնել, որովհետև շատ տեղեր հարցրեցի, չգիտեմ որտեղից կարելի է վերցնել, տեսականին այստեղ բավականին մեծ է, աշխատակից ասեց մի հատ ճշտեմ, մոտենամ, ճշտեն տեսնենք, իրականում այնքան բան ունեմ վերցնելու, բլենդեր եմ ուզում վերցնել, ես ձեռքի բլենդերներից կարելի է վերցնել, ինձ այնքան շատ է պետք լինում, մանավանդ արդեն շուտով որ սոսեի հավելյալը սկսենք, հաստատ իր համար էլ է պետք լինելու, հարիչ եմ ուզում վերցնել, իմ հարիչը շատ ջուրիկ է, իսկ ես շատ եմ սիրում տորթիկներ թխել, գիտեք, անընդհատ օգտագործվում է, ու ինձ մի հատ լավ մեծ հարիչ էլ է պետք։ Դուրս եկան կաստրուլյա տենց էլ չգնացի, բայց եղբորս խանութի ապրանքները վերցրինք, հիմա գնում ենք մի հատ սոսեին երկրորդ փորձը անեմ ինչ-որ բան վերցնելու իրեն, ուզում եմ կայլասիկ գնել իր ամսականի նվեր, գնանք տեսնեմ, ուզում կայլասիկը գոնե կճարեմ, որովհետև այդ մտքով եմ տանից դուրս եկել, որ սոսեին ինչ-որ բան պետք է վերցնեմ, կաստրուլյան չողավ, գոնե կայլասիկը վերցնենք ու գնանք տուն, շատ սոված ենք ժամը 4:30-5-ի կողմերն է, հանդես իմ բանն է, ամրագոտիներ, քոններ, ամրագոտից կգցեմ հեսա, սենց մի նայեք, ուղղակի շատ կարճ ճանապարհ ենք էլի գնում, այնտեղից փարքինգից դուրս եկանք, մտնենք ես մի փարքինգ, ու իջնենք կայլասիկն էլ նայեմ, եթե չլինի արդեն տուն ենք գնում, որովհետև շատ սոված ենք։ Մաքսիմալ արագ սոսեի կայլասիկը գնեցինք, չգիտեմ ոնց տենց ստացվեց, երևի շատ էինք շտապում, մտել ենք տեսել ու վերցրել, երևի ընդհանուր մի 3 րոպե է տևել, չգիտեմ լավն է թե չէ, բայց շատ հարմար է, թեթև, որակը դե ընթացքում արդեն երևա, կարևոր շատ թեթև, ասենց մի ձեռքով բացում փակում էի, որ հասկանայի ինչքանով է ինձ հարմար լինելու երեխու հետ, մի խոսքով չգիտեմ գոհ եմ, նորմալ էր, գնացինք, տանենք տուն, ցույց կտամ արդեն մանրամասն, սենց մաքսիմալ խառը գնումներով, այս եղբորս խանութի ապրանքներն են, սոսեի նոր կայլասիկը, այսակս այստեղ, սենց խառը մարը, ու հիմա մեծ արկղեր էլ տեղավորվում են բանը, բեռնախցիկում,
Ոնց կայլովսկե նոթբուքի վրա էս գրել, բան չի լինի, նոթբուքի վրա էս գրել։ Մեր շուրջ երկրաճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին, ստեղից ենք անցնելու թեր ներևից։ Արին վերևից անցնենք։ Եկանք շաուրմա վերցրինք, որովհետև շատ սոված ենք գնում տուն, ժամը 6-ն է արդեն, գնում ենք երեխաներին էլ վերցնենք պարապմունքից, ձյուդոյի են տղաները, վերցնենք ու շտապենք տուն, Արնոն ու Սոսեն էլ մեզ տանն են սպասում, հետպես, ասեցի ընթացքում ձեզ հետ կապի դուրս կամ և ինձ հարմարեցնում եմ, սովորեցնում եմ նաև փողոցում նկարելու, որովհետև ինչքան էլ փորձում ես չամաչել, կողքի այդ անդադար հայացքները զարմացած, դեպի քեզ ուղղված ամաչեցնում են։ Կլինի ֆոտո ֆոտովելի տոքսիո հավես չկա տոքսիո չեմ սիրում մամա ծուս հեռախոսից չեմ բերել երկար է գնայի իրար հետ քայլելով գնայի տոքսիո չելի տոքսիո շոտ ֆոտո տոքսիո շոտ ֆոտո մամա իջ մաքրոտ շնչենք հայլենք իրար հետ զրուցենք Կանչել եմ տաքսի արդեն, հեսա Ավերի դռները բաց մնաց, բանը կգա, աղվեսը։ Նոր օր, նոր տրամադրվածությամբ, խնդրում եմ ինձ մեկնաբանություններում լիքը ոգևորեք, որովհետև ես որոշել եմ շատ ակտիվ լինել YouTube-ում, շատ հաճախ վլոգներ տեղադրել, նախորդ կադրերից իդեպ օրեր են անցել, դուրս եմ եկել տանից, գնում եմ ինձ համար մարտի 8-յան նվեր գնելու, այո, մեր հարաբերությունները արդեն հասել են զարգացման այն փուլին, որ ես ինքս կարող եմ ինձ համար նվերներ գնել իմ ընտրությամբ և ամուսնուս գումարով իհարկե, ու ասեց գնա կյանքս ինչ ուզում ես քո համար վերցրու, տատանվում էի, օծանելիք էի ուզում և ուզում էի բոթասներ, երկուսն էլ գրեթե նույն բարձր արժողության, կլինեմ անկեղծ, բայց քանի որ վերջերս նվեր ստացել էի օծանելիք, մեկ այլ օծանելիք, բայց այդ իմ ուզածից չէ, բայց էլի լավ օծանելիք, երկար մտածելուց հետո որոշեցի ամեն դեպքում բոթասները վերցնել, որովհետև դեռ այդ օծանելիքով կձգեմ, սենց ասած, քույրիկս Եվրոպա շրջագայություն ունի շուտով, ու ինձ խոստացել է, որ ինձ այդտեղից օծանելիք ա բերելու նվեր, ասեցի դե լավ նանց ջան գնա բոթասների հետևից, այդպես, հիմա գնում եմ բոթասները վերցնեմ, արդեն տեսել եմ գրեթե, գիտեմ թե որոնք եմ վերցնելու, այդ բոթասների վրա էլ վաղուց աչք ունեի, եթե անկեղծ, ու հիմա գնում եմ վերցնեմ, հուսամ ուղղակի իմ չափը կլինի, չեմ գրել, չեմ հարցրել խանութին, ուղղակի դուրս եկա, գնում եմ, այն որ ասում եմ գնալու եմ ու հստակ գիտեմ, թե որ խանութում ինչ եմ տեսել, ինչ եմ հավանել, բայց գալիս ասում եմ այստեղ ու անկախ ինձնից սկսում եմ շրջել, կարող եմ մի հատ այս մեկն էլ նայեմ, կարող է այս մի տարբերակն էլ նայեմ, կարող է այս մի տարբերակ ավելի լավը լինի,
Բայց ինչի համար, եթե դու գնացել ես հենց այդ հստակ բոթասի հետևից, քո ուզած քո գույնի հետևից, ինչ ես ման գալիս խանութներով ու փորձում ուրիշ բան գտնել։ Ես վերցրի իմ ուզած բոթասները, չեմ հավատում, որ դրանք արդեն ինձ մոտ են։ Շտապում եմ տուն, որովհետև երեխաներին թողել եմ 4-ին էլ ամուսնուս վրա։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինձ օդ ու ջրի նման մեքենա է պետք, էլ հնարավոր չի առանց մեքենայի գոյատևել։ Իդեպ վերջին վլոգներիցս մեկի տակ հարցրել եք, թե ինչ փուլում են գտնվում այս պահին իմ վարորդականի հարցերը, սենց գնանք ավելի մոտ կլինի։ Վարորդական չստացա այդպես էլ, որովհետև մի գործնական գնացի ընդհանրապես, կտրվեցի այդ գործնականը ու հետո էլ չկարողացա գործնականի մասնակցել քննության, որովհետև արդեն հղի էի, էլ չէր կարելի այդպես մասնակցել քննության, դե հետո բնականաբար սոսեն ծնվեց ու մի խոսքով այդ հարցերը լրիվ հետ ընկավ։ Առաջին գործնականին, որ կտրվեցի, ձմեռներ, շատ վատ օրեր, ահագին ձյուներ այդ օրը եկել ու ես հենց առավոտյան քննության էի, ամբողջ քաղաքը ինչ-որ կոլապսի մեջ էր, շատ խառը երթևեկություն էր, չնայած հանուն արդարության պետք է ասեմ, որ ես նաև արեցի սխալներ, նենց չիդեալական վարեցի ու կտրվեցի, չէ, իմ մեղավորությունը կար, ես արեցի սխալներ, բայց ես էլ էի խառնված այդ վիճակից, դուրս էի եկել արդեն քննական երթուղի ու ամեն կողմից սիգնալ էին տալիս, փողոցը ընդհանրապես չէր երևում, գծանշումները առհասարակ չէին երևում ու մի խոսքով հոծկից էի հատել, այդ եղավ ամենալուրջ պատճառը, ինչի համար որ կտրվեցի ու դրանից հետո էլի գրանցվեցի քննության, բայց արդեն հաջորդ քննությունս ընկել էր մայիս-հունիսին ու չգիտեմ դուք որտեղից եք ինձ նայում, եթե Եվրոպայից եք նայում, խնդրում եմ գրեք ձեր մոտ ոնց է առհասարակ վարորդականի քննությունների ժամկետները, բայց այստեղ Հայաստանում ահա որ է ուղղակի, մի քննությունից կտրվում ես, հաջորդ քննությունը ընկնում է մի 3 ամիս հետո, ազիվ տեղ ազատվում, չնայած հիմա արդեն օրենք փոխվել է, այդ ժամանակ դեռ այդ օրենքը չէր գործում, որ կարող ես վճարում անել, կարծեմ 35 թե 45 հազար դրամը վճարում ես անում ու արտահերթ ավելի մոտոր, ընդհանրապես 2-3 օր հետո գնում ես քննություն, էլի քննություն հանձնելու ու այդպես անսահմանափակ ամեն անգամ կարող ես վճարել եւ 2 օր հետո էլի գնամ քննության, բայց այն ժամանակ այդ օրենքը չէր գործում, չնայած մի տեսակ իմաստ չեմ գտնում նման բան անելու, չեմ էլ հասկանում իրականում ոնց է լինում, որ եթե չես վճարում ազատոր չկա, բայց եթե վճարում ես 2 օր հետո օր ազատվում, այդ ոնց է լինում, եթե ազատոր կա, ուրեմն թող լինի նաև անվճար, անվճար չէ, ամեն անգամ գործնական քննության մասնակցելուց մենք այսպես թե այնպես վճարում ենք 13,000 դրամ, եթե չեմ սխալվում, բայց այդ 13,000-ից բացի մի հատ էլ պետք է այդ 35-45-ը վճարես, որ կարողանաս կտրվելուց հետո 2 օր հետո նորից գնալ քննության։ Մի խոսքով այն ժամանակ այդ օրենքը չկար, չէր գործում ու այդպես էլ մնաց եւ ես վարորդական չստացա, բայց հիմա էլի պարապում եմ քննության համար, տեսականի համար եմ պարապում այս պահին, որովհետև տեսականից ժամկետը անցել է ու ես պետքա նորից տեսական հանձնեմ, որ նորից կարողանամ գնալ գործնականի, շատ խառը երկար պրոցես է սպասում, բայց ինչ ուզում ա լինի, անելու եմ, հանձնելու եմ, այդ վկայականը վերցնելու եմ, որովհետև հիմա առավել քան երբևէ զգում եմ կարիքը վարորդական ունենալու ու առհասարակ մեքենա վարելու, օրինակ հենց այսօր ես հենց երկար ժամանակ ծախսելով հասել եմ հետ եմ եկել այն պարագայում, երբ մեքենան դռանը կանգնած էր ու շատ հանգիստ կարող էի ուղղակի մեքենայով գնալ ու այդքան ժամանակ չկորցնել ճանապարհների վրա։
Այդպես հասա տուն արդեն տեսնեմ ձեռքուկներս ոնց են, ես այդ ընթացքում էլի կապի դուրս կգամ։ Ինչ է նշանակում բացակայել տանից մի քանի ժամով, մի աշխարհ գործ եմ արել, այստեղ ընթրիք եմ պատրաստում, որ շուտով ընտրենք, որովհետև ընտանիքը անհամբերի ձեր սպասում, այն հետևում մի աշխարհ աման եմ լվացել, ներողություն եմ խնդրում այս օդատարի, օդաքաշի ձայնի համար։ Գնումներ եմ կատարել, հիմա պետք է դասավորեմ առաջին անգամ լիմոնի աղը, սենց կիլոգրամներով եմ վերցրել, չգիտեմ ոնց կլինի, սովորաբար թուքով եմ, աչկայով եմ վերցնում փոքր, ու մի հատ ֆիրմա կա, այդ լավն է լինում միշտ, բայց այս անգամ սենց կիլոյով վերցրի, չգիտեմ ոնց կլինի, հիմա դատարկ եմ այստեղ, լվացք եմ գցել, որ կտտվի, խոսքով դեռ երեխաների դասերը պիտի ստուգեմ, լիքը բան կա անելու։ Ու դա արդյունքն է դրա, որ ընդհանրապես մի 2 ժամով դուրս եմ եկել տանից, չէ 2 ժամով չէ, իրականում ճանապարհի վրա շոտ ժամանակ կորցրի, երևի մենակ 2 ժամ գնալ գալիս էր, համարած այդ գնումներն էլ մի 3 ժամից ավել հաստատ բացակայել էի տանից, ու մի խոսքով տանից լիքը գործ է սպասում։ Քան վաղուց եմ երազել ունենալ աղջիկ ու անպայման իր հետ ունենալ մարտի 8-յան ֆոտոշուտ, որովհետև ինձ շատ սիրուն խորհրդանշական օր է առհասարակ մարտի 8-ը, ու այսօր իմ երազանքը կատարվեց, ես ու Սոսեն եկանք ֆոտոշուտին, նենց սիրուն նկարներ են ստացվել։ Իհարկե դեռ միայն տեսախցիկով եմ տեսել, ֆոտոգրաֆը երբ տուն հասնենք արդեն կուղարկի նաև, բայց անհամբեր սպասում եմ, նենց ուրախ եմ, ու Սոսեն այնքան խելոք իրեն պահեց, այնքան խելոք, խոսքեր չեմ գտնում, ապրես Սոսե, ապրի աղջիկը, հիմա շտապում ենք տուն, որովհետև այսօր տղաներին տանը մենակ ենք թողել, բայց իրականում երբ Սոսեն ինձ հետ է, ավելի հանգիստ եմ լինում ու ավելի շատ կարող եմ դանդաղել։ Տեսնեմ հասավ մեր մեքենան, անսահման հոգնած եմ։ Սոսեի հետ գնացել էինք ֆոտոշութի, իր առաջին ֆոտոշութներ, շատ լավ անցավ, սպասվածից ավելի լավ, մտածում էի Սոսեն կարող է լացի, չկարողանանք իրեն նկարել, ոնց կլինի առհասարակ, բայց լավ էր, հավեսով նկարվեցինք, իրեն շատ լավ էր զգում, սիրուն շորիկ էր հագել, նոր շորիկ էի վերցրել ու չի հագցրել, տանը չի փորձել, ժամանակ էր չկար, անընդհատ ասում էի կփորձեմ, նոր կտանեմ, կփորձեմ, նոր կտանեմ, բայց այնպես ստացվեց, որ վերջի պահին ուղղակի դրեցի պայուսակի մեջ գնացինք ու մտածում էի մենակ թե հագով լինի, նորմալ լինի, ու այնքան սիրուն սազեց իրան, նենց սիրուն շորիկ էր, նկարները պատրաստ լինեն, կդնեմ անպայման, դուք էլ կտեսնեք։ Ես միշտ մտածել եմ, որ լրիվ ուրիշ աղջկա մամա կլինեմ ու ոնց որ թե ինձ այդպես էլ կա։ Սոսե դու ոնց ես։ Լավ է, ինքն էլ լավ։ Շուտ հոգնած եմ։ Եվս մեկ նոր օր, չգիտեմ արդեն թե քանի օր է այս վլոգում տեղավորվել, բայց այսօր հաստատ կավարտեմ վլոգը, որ վաղն արդեն նոր վլոգ սկսեմ։ Մեկ արևա, մեկ ձյուն ձմեռ, անկեղծ ասած հոգնացրել այս եղանակը արդեն, սիրտս տաք, ջերմ, արևոտ եղանակ է ուզում։ Ես պահել էի վերարկուները, ձմեռային հագուստները, բայց այսօր ստիպված եղա հանել վերարկուս, գնում եմ գործնական հանդիպման, համագործակցություն պետք է քննարկենք, որտեղ ես լինելու եմ ոչ թե բլոգերի դերում, այլ ռիլ մեյքերի, ովքեր չգիտեն, նաև նկարում եմ հոլովակներ բիզնես էջերի համար, ու այսօր հենց այդպիսի հանդիպում ենք քննարկելու, պետք է բիզնեսի համար գովազդային հոլովակներ նկարենք, ես պետք է նկարեմ։ Շատ ծիծաղելի է, իհարկե ես եղանակին ակնոց տնելը, բայց դա աչքերս քսել եմ, իսկ ձնից հաստատ
կլղոսվեր։ Այնպես ինչպես կնոջ կյանքում են բոլոր մասնագիտությունները իրար կողքի շարված, տղամարդկանց կյանքում երբեք չի կարող լինել։ Քիչ առաջ ես գործնական հանդիպման էի, իսկ հիմա հասել եմ տուն եւ մի անգամից վերածվել տնային տնտեսուհու, խոհարարի, դայակի, շատ արագ էստեղ նիսեմ համեմել խոզի, որ դնեմ ջեռոց, թաբուլեի բլղուր եմ թրջել, կանաչիներն եմ լվացել, կարտոֆիլը, ամաններ ունեի լվանալու, լվացել եմ, մի մասը չորացրել եմ, հիմա հերթով կդասավորեմ դարակներում, կաղամբով տուշիտ եմ սարքել ու էլի սենց խառը լիքը գործեր եմ անում, որ երեկոյան էլի տանից դուրս եմ գալու ու նաև հենց այս պահին սոսենակրկիս Էմինը պարապմունքի է, մի խոսքով սենց տան խառը գործերի մեջ եմ ու փորձում եմ ամեն ինչ արագ անել, որովհետև էլի պետքա տանից դուրս գամ։ Ես էլի տանից դուրս եմ եկել։ Հիմա էլի գնում եմ Ադամնաբույժի, որևէ խնդրահարույց Ադամ չունեմ, բայց գոնե թե 6 ամիսը մեկ աշխատում եմ անպայման զբաղվել ադամներով, պրոֆիլակտիկ այց ունենալ, ադամնակարերի մաքրում, սպիտակեցում իրականացնել ու այսօր հերթական այցիս օրն է։ Ադամնաբույժիս համար վերցրել եմ քաղցրավենիք Մարաշի, ամիսներ առաջ ամուսնացել է ինքը ու քանի որ ես այս ընթացքում այց չէի ունեցել, որոշեցի դատարկաձեռին չգնալ իր համար քաղցրավենիք տանել, կարծում եմ կշոյվի, այդպես երեկոյան ժամը արդեն 8-ն է, ընթրիք պատրաստեցի, թողեցի տանը երեխաներին, Ռաֆոյին, որ հանգիստ խղճով դուրս գամ տանից, բավականին ցուրտ, ասառը, ձմռան, տհաճ եղանակա։ Ժողովուրդ, հիմա որ պատկերացնեք, թե ինչ վիճակում եմ ես։ Թիմ Տելեկոմը կորցրեց իր կապը, շատ հանկարծակի, մոտ 10 րոպեից ավելա կապը չի գալիս ուղղակի։ Ու ես ինձ զգում եմ, չգիտեմ, ինչ որ ջունգլիներում, չեմ կարողանում հասցե գտնել։ Մտածում եմ, ոնց ենք մենք վարժվել այս ինտերնետին։ Առաջ որ չկար ինտերնետ, առհասարակ ոնց էինք անում։ Ինչ լիներ, ոնց լիներ, քաղաքի որ անկյունում լիներ, կգնայիր ու կգտնեիր։ Հիմա այնքան ենք մեզ ինտերնետով բթացրել, որ երբ ինտերնետը չի լինում, վերջ կորած ենք, կորած, չեմ կարողանում հասցե գտնել, ու որ ամենավատն է, հասցեն լավ չեմ էլ հիշում, դե բնականաբար հո նոթատետրումս չի գրել ու դնեի ծոցագրպանս դուրս գայի տանից, Ինստագրամի նամակների մեջ էի պահել հասցեն, ու հիմա Ինստագրամս չի բացում, որովհետև չկա ինտերնետ, չի բացում Ինստագրամս, որ ես մտնեմ հասցեն կարդամ, մոտավոր հիշում եմ Օրբելի, չգիտեմ ինչ։ Ոյ Աստված, ուժս։ Սա մանկական է ատու կարով։ Փաստորեն դոկտորս էլ որոշել էր ինձ անակնկալ անել ու ձեռնունայն չճանապարհել։ Շատ շոյվեցի մեկ ամսյակի կապակցությամբ ինձ ծաղիկներով ճանապարհեցին տուն, շատ եմ սիրում իրենց ամուսիններ են, արդեն ամուսիններ են, առաջին անգամ որ հանդիպեցի իրենց հետ ծանոթացա իրենց աշխատանքին, դեռ ընկերություն էին անում, հիմա արդեն ամուսիններ են, երիտասարդ զույգ, չափազանց խելացի, բանիմաց, կրթված, տեղափոխվել են նոր հասցե, ունեն արդեն իրենց ստոմատոլոգիական կլինիկան, նենց հպարտացա չեք պատկերացնի, ոնց որ կհպարտանայի իմ հարազատով ու կուրախանայի իմ հարազատի հաջողության համար, այ տենց ուրախացել եմ իրենց համար, իրականում իսկապես շատ հպարտանալու է, երբ սենց երիտասարդները կարողանում են իրենց խելքով, կրթվածությամբ առաջ գնալ, հաջողություններ գրանցել, բայց չգիտեմ, շատ դրական իցքերով եմ տուն գնում,
Պատկերացրեք, արդեն գործը ավարտել էինք, բայց դեռ նստել էինք, զրուցում էինք, չէի կարողանում այնտեղից դուրս գալ, այնքան դրական աուրա կար, այնքան սենց լավ տրամադրվածություն էր, հիմա մութա լուսավորություն չկա, որ ցույց տամ ձեզ արդյունքը ատամներիս, բայց շատ հավանեցի աշխատանքը, շատ մանրակրկիտ, մի քանի փուլով ատամնակարերի մաքրում եւ փայլեցում իրականացրեցինք ու հիմա գոհ գնում եմ տուն, թեթև ձյուն եմ աղում, բայց էլ էս ձյունը դուրս չի գալիս, գարուն եմ ուզում օգնելու արդեն էս վերարկուից։ Օրը ավարտում ենք մեր սիրելի ավանդական ձևով, ես էստեղ մի աշխարհ հագուստ եմ լցրել արթուկ եմ անում, այստեղ տոպրակ եմ դրել, իսկ ձմեռային հագուստները կամ այն հագուստները, որոնք սոսեի հագով փոքր են, արդեն պահեստավորում եմ, չնայած դրսում դեռ լավ ձմեռային եղանակ է, այս պահին էլ հենց ձյուն է գալիս, բայց իմ հոգում գարուն է ու էլ այդ հաստ ձմեռային հագուստները հագնել չի լինում, դրա համար որոշեցի պահել, նաև սոսեի հագով արդեն ահագին հագուստներ կան, որոնք փոքր են, միանգամից դրանք եմ պահում, Արնոն եկել է սոսեի օրորոցում տեղավորվել է, երեխաներին էլ քիչ առաջ լողացրեցի, ճանապարհեցի քնելու, Արնոն էլ եկավ այստեղ հեքիաթ պատմի, քնից առաջ, որ գնա քնի, Արնո ո՞րն ես պատմում, որը, հլե սիրուն ասա, 3, 3 խոզուկները, դե ասա, որտեղ ես հասել, ահա, ինչ ա եղել, որ մասին ես հասել, երորդ գլխին, էդ էլ Էմինի կարդալուց ա լսել այդ արտահայտությունը, գլուխ 3, Էմինի գեղարվեստական գրքերը, որ կարդում եմ, սովորաբար, որ Էմինին հարցնում եմ, Էմին, որտեղ ես հասել կարդալով, ասում եմ, մամա, 6-րդ գլուխն եմ, 3-րդ գլուխն եմ, 4-րդ գլուխն եմ, հիմա Արնոն այդ նույն արտահայտությունը անում, ասում եմ, 3 գլուխին, դե ասա, ինչ ա լինում այդտեղ, ասում է գալը, լավ, էդե տուրը կապեցամ ոտքեր, բացına pezuma bas çitas unu bedar çuba izadi bedarses petam kale baset lapses rekoruklar Ինչ անեմ Kapatsam. Ծխնելու իզով Դուսով տակտերի պետ յատուտուս տակտերի մեծ ուրատուտուրը վարվեց ու հեքիաթը ավարտվեց Tez deputy. Habes pretty kartam. Este. Դե կարդա նկարներին նայելով փորձում եմ պատմի, բայց միտքը մի քիչ նկարներից առաջ է ընկել Կարդում ես Ինչ ա գրված Վայ Արնո, դեմ քեզ դու Արնո, դու գիտես, որ այստեղ մեր YouTube-ի Հա, դու գիտես, որ այստեղ մեր YouTube-ի հետևորդները քեզ շոտ են սիրել Հա Որ քեզ նկարում են, բոլորը ուրախանում են, գրում են Արնո ջան, ես ինչ լավն ես դու
Գերուբես որ սիրը կարդում։ Հա, ոչ շատ սիրուն ես կարդում։ Դե լավ, դե դու կարդա, ես էլ իմ արդու կանեմ, հա։ Դե դու կարդա, ես էլ իմ արդու կանեմ, որ արդեն քնենք։ Արի գիշեր ու լավ երազներ։ Մի հատ էլ կարդա ու քնի։